Ինչ կարող է տալ քարտեզի վրա երևացող փոքրիկ կետը աշխարհին տնտեսապես, ինչպես է Հայաստանը դարձել ինժեներական եւ IT կենտրոն եւ առևտրական ու արտադրական խաչմերուկ։ Հոկտեմբերի 16-ից 18-ը վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը միջազգային դիստրիբյուտորներին ու մանրածախ առևտրի ցանցերին ներկայացնում էր հայկական շուկան ու հայ արտադրողի հետ գործակցության հնարավորությունները։ So if you're building the next chip, the next protocol, the next leap, look here. Շուրջ 250 մասնակիցներ, ավելի քան 70 առևտրային ցանցերի ներկայացուցիչներ եւ ներդրողներ ավելի քան 20 երկրներից, Միացյալ Էմիրություններից մինչեւ Ղազախստան, Հնդկաստանից մինչեւ Միացյալ Թագավորություն մասնակցում էին Հայաստանում տեղի ունեցող միջազգային առևտրի եւ ներդրումների ֆորումին, ամենաբազմազան ոլորտներից ու հայկական շուկայի հանդեպ հետաքրքրությամբ։ Հիմնականում սննդամթերք եւ խմիչքներ, խնամքի միջոցներ, դեղամիջոցներ, կահույք, ոսկե զարդեր, գրեթե ամեն ոլորտ ունենք իրականում, որոշ ոլորտներ ավելի մեծ է հետաքրքրություն ունեն սննդամթերք եւ խմիչքներ, այլ ոլորտներում մի փոքր ավելի նվազ է, բայց ընդհանուր այս բոլոր նշված ոլորտներում հետաքրքրություն կա։ Ֆորումը երրորդյա հնարավորություն էր փոքր եւ միջին ձեռնարկատերերի հայ արտադրողների համար ընդլայնվելու նոր շուկաներում, ձեռք բերելու գործընկերներ ու գործակցելու նոր հնարավորություններ, B2B հանդիպումներ, համատեղ ընթրիքներ, այցելություն գործարաններ, ծանոթություն հայկական մշակույթին ու տեխնոլոգիական կենտրոններին։ Armenia Wine-ը Հայաստանի խոշոր արտահանողներից մեկը փնտրում է նոր շուկաներ եւ միջազգային գործընկերներին ներկայացնում հայկական գինու 6000-ամյա պատմությունը։ Իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ նմանատիպ միջոցառումներին մասնակցությունը տարի առ տարի ավելի է մեծանում եւ տալիս իր արդյունքները։ Armenia Wine ընկերությունը իր գործունեությունը սկսել է դեռևս 20 տարի առաջ, ունենալով հստակ տեսլական ստեղծել այնպիսի ընկերություն, որը կարող է Հայաստանը ներկայացնել ամենաբարձր մակարդակում։ Այսօր ընկերությունը արտադրում է ավելի քան 14 միլիոն շիշ գինի, կոնյակ եւ օղի, կազմում է Հայաստանի արտահանման մոտ 35%-ը, արտահանում ենք ավելի քան 50 երկիր։ Ֆորումի հիմնական նպատակը հայկական ապրանքների եւ ծառայությունների արտահանումը խթանելն է, ցույց տալով միջազգային գործընկերներին Հայաստանի ներդրումային միջավայրը եւ մեր տեղական արտադրողների բարձրորակ արտադրանքը։ Հույս ունենք, որ այս ֆորումից հետո եւ ֆորումի շրջանակում կունենանք բազմաթիվ պայմանագրեր տեղական արտադրողների եւ առևտրային ցանցերի միջև, կունենանք արտահանման դիվերսիֆիկացիայի միտում ամեն դեպքում եւ կունենանք որոշակի ներդրումային պրոդուկտներ, որ հետագայում հնարավոր կլինի Հայաստանը ել ավելի լավ դիրքավորելու աշխարհում։ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի Կովկասի տարածաշրջանի ղեկավարն ու Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանը ընդգծեցին հայկական շուկայի աճն ու ներդրումային միջավայրի վրա դրական ազդեցություն ունեցող օրենսդրական բարեփոխումները։ Հայաստանում մենք ներդրել ենք 2.5 միլիարդ եվրո, մոտ 250 ծրագրերում, եւ այսօր Հայաստանն ունի կենսունակ տնտեսություն, որը խոստանում է բնակչությանն ու տարածաշրջանին դառնալ տնտեսական գործունեության կենտրոն։ Ներդրում անելով Հայաստանում ներդրում ենք անում դիմացկուն, նորարար եւ համատեղ բարգավաճ ապագայի մեջ։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, մյուս կողմից ունի համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր Եվրամիության հետ։ Այս հաջող տնտեսական գործակցության շնորհիվ 2021-ից 24 թվականներին Հայաստանի հնա-միջին աճը կազմել է 8.5%։ Սա նշանակում է, որ Հայաստանը դառնում է աշխարհի ամենաարագ զարգացող 20 տնտեսություններից մեկը։